Մեր ասելիքը նայա, որ երեկվա հարցազրույցը լսել ենք ու ճիշտն ասած շատ վրդովվել, որովհետև հարցազրույցը հենց սկզբից մինչև վերջի բառը եղել է սուտ։ Այն որ հարցազրույցի ընթացքում իրանք մասնակցել են մենակ, դա չի գոհացնում մեզ, եթե իրանք պետք է խոսային ճշմարտությունը կարային հրավիրեն նույնիսկ նաև մեզ 52 հոգուց ինչ-որ մեկին, մենք էլ իրանց հետ միասին մասնակցեինք այդ հարցազրույցին։ Գագիկ Շահնազարյանը ընդհանրապես հանքի մեջ մտած չի, հանքի ներսը տեղած չի։ Գագիկ Շահնազարյանն ասում է, որ օդափոխության համակարգ կա, այդ ձևի բան գոյություն չունի։ Գագիկ Շահնազարյանն ասում է, որ լուսավորություն կա, առաջի 100 մետրն է մենակ, որը որ մենք անցնում ենք մինչև 3 կիլոմետր։ Այդ չկա։ Գագիկ Շահնազարյանն ասում է, որ 1 միլիոն փող են ստանում, ով էլ լոդրա 400,000 ստանում, բայց մեր միջինն է 400,000 դրամ, որ լավ աշխատում ենք, այդ դեպքում ենք ստանում։ Այդ 1 միլիոն դրամը, չգիտեմ, միգուցե դա իր աշխատավարձն է, կամ կարող է դա ինձ էլ բարձրանա, մենք չենք հետաքրքրվում, դա մեզ հետաքրքիր չի։ Իսկ եթե իր ասածները ճիշտ է, մենք էլի պատրաստ ենք, թե ամբողջով, թե առանձին մի հոգու հետ նույն հարցազրույցը իր ուզած տեղը, իր ուզած ժամին, որտեղ ուզում է թող գա կանգնի փաստերով մեզ ապացուցի, որ մենք սխալ ենք, բայց մենք կարանք փաստերով ապացուցենք, որ ինքը սուտ է խոսում։ Ու այդքան բանը տղեկն էլ ստե 52 հոգի նստե կանգնած, լրիվին կարական հատական մոտենակ, որտեղ ոչ մի սուտ բան չկա, ու մենք էլ եթե այդքան փող ստանալու սլեինք, հաստատ նորից մեր աշխատանքին կլնեինք, սիրուն կգնայինք մեր մարկ աշխատեինք։ Մնացել է գազը քաշեն, էլի եթե ջուրը կաշապա գազն է քաշեն, կապանց ոնց միլիոնների։ Տղեկ, կա ինչ-որ մեկը, որ 1 միլիոնով փողեր է ստացել, հմիկ էլ իր աշխատավարձից դժգոհ հայել եկել է ստեղ։ Այդ 1 միլիոնը, որ մարդիկ ստանան, դաժե մի բան էլ մաղարի չկանեն, բայց այդ 1 միլիոնն էլ չենք ուզում, դրանից էլ ենք քիչ ուզում, մեր ուզածը դրանից էլ է քիչ, բայց իրանք արդեն մենք չենք էլ ուզում, ոչ հիմնարկի վատն ենք ուզում, ոչ անհատական ինչ-որ մեկի հետ խնդիր ունենք, ուղղակի սիրուն չի, որ եթե մի բանն ասում են, թող ճշտեն կամ ճիշտն ասեն, կամ ընդհանրապես չասեն։ Սուտ խաբելը, որ հանրությունը սուտ տեղեկատվություն լսի ու զարմանա, որ այս մարդիկ իրանց օգուտից փախած մարդիկ են, 1 միլիոնը թողել են, եկել ճամփում կանգնել պարապ, որ ինչա չաշխատեն, տենց բան չի կարող լինի։ Իրանք չեն անում, իրանք մենակ ծակում են, բայց խոսած է, կարող ինչ է, մենք ենք էլի շկաֆով է դրած են։ Դու ասա, որ բանավեճ ես, ոնա ասած է։ Ասում եմ, ես էլի պատրաստ եմ, թող Գագիկ Շահնազարյանը կամ գա ստեղ անշնորհքություն չկա, բան չկա, լրիվ կոռեկտության սահմաններում, գա կամ մեր հետ բանավիճի, կամ եթե ընդհանուր հետ չի ուզում, անհատական, որ մեկի սկուզի, մեկը ես պատրաստ եմ, գնանք թե լրատվամիջոցի դեմ, թե առանձին իրար հետ, տնօրենի հետ, նույնիսկ, բայց իրա տնօրենի ներկայությամբ իրա հետ էլ կբանավիճեմ, ու իր ասածները հաստատ ես կհերքեմ, ինքը չի կարող ապացույցներ բերի, որ դա հենց է, դա ճիշտ է, իր ասածը լրիվ սխալ է, լրիվ սուտ տեղեկատվություն է։ Իրաց ասած փողը տաս ավասել գնում եք իշխատեք բացնելու։ Ես շատ գիտեմ, քան փողը ստացել որ կառույց։ Ստացել են, 1 միլիոն խափանցիկ ստացել են։ Բայց Ռասցենկեն հմիկվա մենք ինչ ուզում ենք դրանից բարձր է։ Մենք չի որ չեն ստացել։ 15 օր միլիոն ստանում են, միլիոնից էս գտնում։ Այս ստացի տեղացում չի էլ տալի, ինձ դրանց տվել է։ Ստեր կարող ահա մի երկու հոգի 800-900 չստանան, բայց 12 ժամ գետի տակ։ 12 ժամ աշխատել են։